1996 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունները պատմական նշանակություն ունեցան Հայաստանի համար։ Հենց այդ օրը մեր երկրում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները, եւ նոյեմբերի 10-ը համարվեց տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում կազմակերպվել էր Տերն ու ծառան խորագրով միջոցառումը, որը միտված էր ընդգծելու համայնքային ծառայողների կարևոր դերն ու արժևորելու նրանց կատարած աշխատանքը։ Բերդ համայնքը նշում է տեղական ինքնակառավարման օրը եւ կարևորելով օրը խորհրդանշական է այն առումով, որ 10 եւ ավելի համայնքում ծառայած վարչական ղեկավարներին, նախկինում գյուղապետերին, կարևորելով համայնքի կողմից շնորհակալագրեր է հանձնվել ու նրանց բարեխիղճ նվիրված աշխատանքի համար, 24-ժամյա հասանելիության համար, նրանց սրտով Աստծով ծառայության համար։ Տեղական ինքնակառավարման համակարգում 10 եւ ավելի տարիների բարեխիղճ, արդյունավետ եւ նվիրված աշխատանքի համայնքային կառավարման համակարգի զարգացման ու կայացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Իմ համակարգը այս տարիների ընթացքում մեծ կայացման ուղի է անցել, արդյունքում մեր բնակիչների բարեկեցությունն է, ուժեղացված ենթակառուցվածքները եւ բնակավայրերի հավասարաչափ զարգացումը։ Տոնական տրամադրությանը զուգահեռ հանդես եկան Բերդ համայնքի մշակութային խմբերը, պարային ու երգարվեստի գեղեցիկ կատարումներով։ Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ձևավորվելով 1996 թվականին դեռ շարունակում է իր կայացման ու ամրապնդման ուղին։ 1995 թվականի համաժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեց տեղական ինքնակառավարումը որպես իշխանության ինքնուրույն եւ ժողովրդին առավել մոտ օղակ։